Մարտից մեկնարկում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարման հերթական փուլը, թեմայի մասն ենք խոսելու տաղավարում, այստեղ է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը։ Պարոն Գևորգյան, սա կարծես թե ֆիզանձանց եկամուտների հայտարարման վերջին փուլն է, ովքեր են միանալու եւ ինչ տարբերություններ են լինելու, եթե կան։ Շահառուների ընդգրկման առումով այո, վերջին փուլն է։ Այս տարի ներառվում են բոլոր մնացյալ խմբերը, ըստ էության ցանկացած ռեզիդենտ քաղաքացի, ով նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս չէ, ենթակա է հայտարարման, այսինքն ըստ էության բոլոր չափահաս մեր հայրենակիցները պարտավորություն են հայտարարագիր ներկայացնելու։ Իհարկե մենք նախորդ տարիներին որոշակի փոփոխություններ կատարեցինք եւ համակարգը զարգացրինք ինքնաշխատ նախալրացման եւ հանձնման ուղղությամբ։ Գիտեք, որ նախալրացում հենց համակարգի ներդրման ամենասկզբից կար։ Նախորդ տարի մեր փոփոխությունը այն էր, որ այն քաղաքացիները, որոնք ըստ էության ավելացնելու բան չունեն նախալրացված տեղեկատվությանը, պարտավորություն չունեն եւս մեկ անգամ համակարգ մուտք գործելու եւ հայտարարագիրը հանձնելու։ Դա արվեց որոշակիորեն դասակարգերը ավելի պարզեցնելու, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ համակարգի ներդրումը ինքնին հեշտ ռեֆորմ չէ, ժամանակ է պահանջում, որպեսզի մեր քաղաքացիները ռեֆորմները շարունակական են ու դեռևս գալիք տարիներին մենք շարունակաբար զարգացնելու ենք համակարգը, ներդնելու ենք նոր մոտեցումներ, նոր կարգավորումներ եւ այդ ամենի արդյունքում կարծում եմ ել ավելի մեծ ակտիվություն կնկատենք մեր քաղաքացիների շրջանակում։ Իսկ նախորդ շրջափուլերում ՊԵԿ-ի գեներացրած ավտոմատ տվյալները, փոփոխողները շատ էին։ Հենց այդ պատճառով էլ, որ որոշեցինք համակարգը փոփոխել, ըստ էության մենք նկատեցինք, որ ներկայացնողների 60%-ից ավելին որևէ լրացուցիչ բան չեն ասել պետական եկամուտների կոմիտեին։ Սա ենթադրում է, որ համակարգը աշխատում է բարձր ճշգրտությամբ, թե պարզապես քաղաքացիները այսպես հակված են ինչ-որ բաներ թաքցնելու։ Ոչ թե թաքցնելու, այլ շատ դեպքերում որոշակի տեղեկատվություն այդքան էլ հեշտ չի, թեկուզ հենց քաղաքացու համար հավաքագրել եւ ներկայացնել պետական եկամուտների կոմիտե, եւ դա հաշվի առնելով, օրինակ մենք որոշակի փոփոխություններ կատարել նաեւ կամ կկատարենք առաջիկա շաբաթներին, որոշակի պարզեցումներ կմտնեն այն հայտարարող եկամուտների տեսակների մեջ եւ որոշակի շեմեր կսահմանվեն որոշ տեսակ եկամուտների համար, որովհետեւ մեր քաղաքացիները ավելի հեշտ կողմնորոշվեն, թե ինչն է հայտարարման ենթակա, ինչ հայտարարման ենթակա չէ։ Ինչն են ավելի հաճախ մոռանում, այսպես ասած։ Մոռանալ բարդ է ասել, որովհետեւ շատ դեպքերում պետական եկամուտների կոմիտեն այնպես չէ, որ ամեն տեսակ տեղեկատվություն ունի եւ շատ հեշտ կարող է իդենտիֆիկացնել, թե ինչն է մոռացվել, բայց հարկվող եկամուտների մասով առնվազն մենք ունենք բավականին լավ շտեմարաններ եւ բավականին լավ փոխգործելիություն մեր պետական այլ շտեմարանների, ինչպես նաեւ մասնավոր հատվածի շտեմարանների հետ եւ իհարկե մենք նկատում ենք, որ օրինակ վարձակալության վճարների հայտարարման համատեքստում բավականին աշխատանք դեռ ունենք անելու, չնայած նախորդ տարիների դինամիկան բավականին հույս է ներշնչում։ Մենք օրինակ նախորդ տարվա հայտարարման արդյունքներով կարող ենք արձանագրել, որ օրինակ 23 թվին հարկվող եկամուտները եւ գոյացած հարկը մի մակարդակի վրա են, նախորդ տարվա արդյունքներով դա էականորեն բարելավել է։ Օրինակ 23 թվականի արդյունքներով պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց հարկման այս համակարգով գեներացրել էր 4.5 միլիարդ դրամ հարկ, մինչդեռ նախորդ տարի հայտարարման արդյունքում ֆիզիկական անձանց կողմից հայտարարված հարկերը 8.7 միլիարդ դրամ էին, այսինքն տեղ ունենք էական մոտ 4 միլիարդ դրամից ավել բարելավում, որը որ կարծում հսկայական թիվ է, հաշվի առնելով, որ համակարգը դեռ նոր է, դեռ որոշակի փոփոխություններ կանենք, քաղաքացիների համար շատ ավելի հարմար միջավայր կձևավորենք։ Պետությունը գնաց խրախուսման մեթոդով այս ընդհանուր համակարգը ներդնելու, զարգացնելու համար առաջարկեց սոցիալական կրեդիտներ, որոշակի ծախսերի փոխհատուցման համասով, ինչքան կազմեց նախորդ տարվա այսպես վերադարձը։ Նախորդ տարի մենք վերադարձրել ենք 5 միլիարդ դրամ գերազանցող գումար մեր տարբեր քաղաքացիներին, տասնյակ հազարավոր քաղաքացիների, հիմնական մասով կրթական ծախսերն են, որ ենթակա են եղել վերադարձի, ունենք նաև առողջապահական ծախսերի որոշակի ծավալ, բայց այս ամենը ցույց է տալի, որ եթե ներ ենք դնում համակարգեր, որը ավելի ինտուիտիվ է, ավելի հարմար է քաղաքացու համար, ինչպես նաև ներ ենք դնում որոշակի խրախուսման մեխանիզմներ, մեր հասարակությունը դրան արձագանքում է եւ
այն կանխավարկածը, որ մենք ունենք կամավոր կարգապահության վերաբերյալ, իրեն արդարացնում է, որովհետև ըստ էության համակարգի ներդրմամբ որևէ նոր հարկման ռեժիմ, որևէ հարկային փոփոխություն գլոբալ առումով տեղի չի ունեցել։ Եվ ֆիզիկական անձինք ոնց որ միջև էին պարտավոր որոշակի հարկեր վճարել, նույն կերպով էլ համակարգի ներդրումից հետո, բայց փաստացի տեսնում ենք, որ հարկերը էական աճել է, ինչը հենց դա է նշանակում, որ եթե հանրության հասարակությանը տալիս է բավականաչափ հարմարավետ գործիքակազմ, հանրությունը հակված է կատարել իր պարտավորությունները, երկի հաշվի առնելով, որ չկատարելու դեպքում, բացահայտման դեպքում վրա է հասնելու որոշակի պատասխանատվություն։ Արդեն անոնսեցիք որոշակի փոփոխությունների մասին, բացել այս պահին հնարավոր է ինչի սպասել։ Թե սպասենք նիստերի։ Եկամուտի տեսակների մասով իհարկե ավելի ճիշտ կլինի սպասենք նիստին, նիստի արդյունքով կհրապարակենք որոշակի փոփոխություններ եկամուտի տեսակների վերաբերյալ, ինչպես նաև մենք մեկնարկել ենք մրցութային գործընթաց, որի արդյունքում կձևափոխվի համակարգի օգտագործողի համար ինտերֆեյսը եւ մեր քաղաքացինով մուտքը գործի համակարգի իր բջջային հավելվածով կամ համակարգչով շատ ավելի հարմարավետ միջավայրում մեր կարծիքով հնարավորություն կունենա հանձնել իր հայտարարագիրը։ Երաշնաժամկետ նախատեսված է նոյեմբերի 1-ին, ինչպես եւ նախորդ տարի, արտոնյալ երկարացված վերջնաժամկետ նախատեսված այն տրամաբանությամբ, որ համակարգը դեռևս նոր է ու կամ բազմաթիվ քաղաքացիներ, որ տեղյակ չեն կամ առաջի անգամ են այս տարի օգտվելու համակարգից եւ կամ էլեկտրոնային ստորագրություն դեռ չունեն։ Կամ էլեկտրոնային ստորագրություն այլ չունեն։ Եթե այնուամենայնիվ լրացման ընթացքում որևէ խնդրի բախվի քաղաքացին, որտեղ ունդիմի։ Ցանկացած խնդրով իհարկե կարելի է դիմել պետական եկամուտների կոմիտե, գործում է թեժգից, կան նաև մեր սպասարկման սրահները, որտեղ հնարավոր է տարբեր հարցերով մոտենալ։ Իհարկե մենք բուն հարկային խորհրդատվություն չենք կարող տալ, բայց տեխնիկական խնդիրների պարագայում իհարկե կփորձենք հնարավորինս անել եւ աջակցել, ինչպես եւ արել ենք նախորդ տարիներին։ Պարոն Գևորգյան, շնորհակալ եմ հարցազրույցին։ Ես եմ շնորհակալ։